Ողջույն բոլորին, 2 տարի առաջ կյանքս ընդմիշտ փոխվեց։ Ես և կինս Քելսին լույս աշխարհ բերեցինք մեր դստերը՝ Լիլային։ Ծնող դառնալը զարմանալի է, ձեր ողջ աշխարհը փոխվում է մեկ գիշերվա ընթացքում։ Եվ ձեր բոլոր առաջնահերթություններն անմիջապես փոխվում են այնքան արագ, որ երբեմն շատ դժվար է հետևել այդ ամենին։ Ձեզ հարկավոր է սովորել մեծ քանակությամբ բաներ, որոնք պետք է իմանան բոլոր ծնողները, օրինակ, ինչպես հագցնել երեխային։ Ինձ համար սա նորություն էր։ Դա այն նույն հագուստն է, և ինձ թվաց, որ դա լավ գաղափար է, բայց նույնիսկ Լիլան գիտի, որ դա ամենևին էլ այդպես չէ։ Այնպես որ այս ամենի մեջ կա և սովորելու անհրաժեշտություն, և որոշակի խենդություն։ Ի հավելում այս խենդությանը, ես և Քելսին երկուսն էլ աշխատում ենք տանը։ Մենք ձեռնարկատերեր ենք։ Յուրաքանչյուրս ունի իր բիզնեսը։ Քելսին յոգայի ուսուցիչների համար օնլայն դասընթացներ է մշակում, իսկ ես գրող եմ։ Այնպես որ ես աշխատում եմ տանը, և Քելսին նույնպես աշխատում է տանը։ Մենք ունենք երեխա, և երկուսն էլ փորձում ենք հետևել նրան, որպեսզի անհրաժեշտ ամեն ինչ արվի։ Ուստի անելիքները շատ ու շատ են։ Եվ այս հիանալի փորձառության մի քանի շաբաթ անց, երբ սկսում է ազդել քնի պակասը, մոտավորապես 8-րդ շաբաթում ինձ մոտ մի միտք առաջացավ, որն ունենում են բոլոր տարիքի ծնողներն ամբողջ աշխարհում։ Բոլորն են այս մասին մտածել։ Ես այլևս երբեք ազատ ժամանակ չեմ ունենա։ Երբեք։ Ինչ-որ մեկն ասաց, որ դա ճիշտ է, դա ամբողջությամբ այդպես չէ, բայց այդ պահին զգում ես, որ դա իսկապես այդպես է։ Ես շփոթված էի, քանի որ ամեն ինչից առավել ես սիրում եմ սովորել որևէ նոր բան։ Սկզբում հետաքրքիր է դառնում, հետո խորանում ես և հասկանում, սովորում ես փորձերի և սխալների մեթոդով։ Ի վերջո քեզ մոտ դա լավ է ստացվում։ Իսկ առանց այդ ազատ ժամանակի ես չգիտեի, թե ինչպես եմ դա այժմ անելու։ Բայց քանի որ ես տարված եմ դրանով, ցանկանում եմ նոր բաներ իմանալ, ուզում եմ շարունակել զարգանալ, որոշեցի գնալ գրադարան և գրախանութ և տեսնել, թե ինչ պատասխաններ են մեզ տալիս հետազոտությունները այն մասին, թե ինչպես ենք մենք սովորում և ինչպես ենք սովորում արագ։ Ես կարդացի մի շարք գրքեր, ուսումնասիրեցի բազմաթիվ կայքեր և փորձեցի գտնել այս հարցի պատասխանը. որքան ժամանակ է պահանջվում նոր հմտություն ձեռք բերելու համար։ Եվ գիտեք, թե ինչ գտա։ 10,000 ժամ։ Որևէ մեկը երբևէ լսել է սրա մասին։ Դա տևում է 10,000 ժամ։ Եթե ցանկանում եք ինչ-որ բան սովորել և դառնալ պրոֆեսիոնալ, ապա դա կխլի ձեզնից 10,000 ժամ։ Նույն բանը ես կարդում էի յուրաքանչյուր գրքից, յուրաքանչյուր կայքից։ Կարդալով այս ամենը, ես մտածում էի միայն մեկ բանի մասին. ոչ, ես այդքան ժամանակ չունեմ, ես չունեմ 10,000 ժամ, ես այլևս երբեք չեմ կարողանա նոր բան սովորել, երբեք։ Բայց դա ճիշտ չէ։ 10,000 ժամ, պարզապես որպեսզի մոտավորապես պատկերացնեք, դա 5 տարվա լրիվ դրույքով աշխատանք է։ 5 տարի, դա երկար է։ Բոլորս էլ նոր բան սովորելու փորձ ենք ունեցել, և դա մեզնից այդքան ժամանակ չի խլել, այսպես չէ։ Բայց այդ դեպքում ինչու է այսպես։ Ինչ-որ բան այստեղ մաքուր չէ։ Այնինչ ցույց են տալիս հետազոտությունները, չի համընկնում նրա հետ, ինչը մենք սպասում ենք և գիտենք մեր սեփական փորձառությունից։ Բայց ես հասկացա, թե ինչն է խնդիրը։ 10,000 ժամվա կանոնը առաջացել է փորձագիտական մակարդակի նվաճումների ուսումնասիրությունից։ Ֆլորիդայի պետական համալսարանում կա պրոֆեսոր Էրիքսոնը, նա է ստեղծել 10,000 ժամվա կանոնը։ Դրա համար նա ուսումնասիրել է պրոֆեսիոնալ մարզիկների, համաշխարհային մակարդակի երաժիշտների, հայտնի գրոսմաստերների, բոլորն իրենց ոլորտի գերպրոֆեսիոնալներ են։ Նա փորձել է հաշվել, թե որքան ժամանակ է պահանջվում այսպիսի յուրաքանչյուր ոլորտի գագաթնակետին հասնելու համար։ Նա բացահայտեց, որ որքան է շատ գիտակցված պրակտիկան, որքան է շատ ժամանակ այդ մարդիկ անցկացնում պարապելով այն ինչով զբաղվում են, այնքան ավելի լավն են նրանք դառնում, իսկ նրանք, ովքեր գտնվում են իրենց ոլորտի ամենաբարձր գագաթին, դրա վրա ծախսել են մոտ 10,000 ժամ։ Քիչ առաջ մենք խոսում էինք փչացած հեռախոսի էֆեկտի մասին։ Ահա թե ինչ տեղի ունեցավ։ Մալքոլմ Գլադվել անունով գրող 2007 թվականին գրեց «Հանճարեղ և աութսայդերներ» գիրքը, որտեղ գլխավոր տեղը հատկացված էր 10,000 ժամվա կանոնին։ Պարապեք ավելի շատ և ավելի լավ, և այն ժամանակ ձեզ մոտ ամեն ինչ շատ լավ կստացվի, կհասնեք գագաթնակետին։ Հետևաբար ուղերձը, որ իրականում ուզում էր ասել դոկտոր Էրիքսոնը, հետևյալն էր. պահանջվում է 10,000 ժամ մրցակցային ոլորտի շատ նեղ մասնագիտության գագաթնակետին հասնելու համար։ Ահա թե ինչ է դա նշանակում։ Բայց ահա թե ինչ ստացվեց։ Հենց որ լույս տեսավ «Հանճարեղ և աութսայդերներ» գիրքը, նա հայտնվեց ամենահայտնիների ցուցակում, որտեղ մնաց 3 ամիս, և հանկարծ 10,000 ժամվա կանոնը արդեն ամենուր էր։ Այսպես հասարակության մեջ սկսվեց փչացած հեռախոսի այս խաղը։
ուղերձը, որ պետք է 10,000 ժամ մրցակցային ոլորտի գագաթնակետին հասնելու համար, վերածվեց պետք է 10,000 ժամ ինչ-որ բանում փորձագետ դառնալու համար, որն այնուհետև դարձավ պետք է 10,000 ժամ ինչ-որ բանում հաջողություն ունենալու համար, այնուհետև պետք է 10,000 ժամ ինչ-որ բան սովորելու համար, բայց վերջին պնդումը, թե նոր բան սովորելու համար 10,000 ժամ է պահանջվում, ճիշտ չէ, սուտ է։ Իրականում այս հետազոտությունները այլ բան են ցույց տվել։ Ես շատ ժամանակ եմ անցկացրել համալսարանի գրադարանում, ճանաչողական հոգեբանության բաժնում, քանի որ ես երկրպագու եմ։ Եթե վերցնենք հմտության ձեռքբերման ուսումնասիրությունը, ապա ամենուր կարելի է տեսնել այսպիսի սխեմա։ Հետազոտողները ուսումնասիրում են մոտորիկան, այն ինչը անում եք ֆիզիկապես, եւ մնթական գործունեությունը։ Նրանք նախընտրում են աշխատել այն բանի հետ, որը կարելի է չափել ժամանակով, քանի որ դա կարելի է հաշվել։ Այսպես որ նրանք հետազոտության մասնակիցներին տալիս են մի փոքր առաջադրանք, որտեղ պետք է անել ինչ-որ բան ֆիզիկապես կամ կիրառել մի փոքր մնթական հնարք, եւ նրանք չափում են, թե որքան ժամանակ է պահանջվում մասնակիցներին հմտությունը սովորելու համար։ Եվ ահա թե ինչ է երևում այս գրաֆիկում։ Երբ դուք նոր եք սկսում, երբ հետազոտողները մասնակիցներին առաջադրանքեր էին տալիս, շատ ժամանակ էր պահանջվում, քանի որ հմտությունը նոր էր եւ նրանց մոտ ոչինչ չէր ստացվում։ Մի փոքր պրակտիկա եւ նրանք ավելի ու ավելի լավն են դառնում։ Հենց պրակտիկայի այս վաղ հատվածը շատ արդյունավետ է։ Մարդկանց մոտ սկսում է ստացվել, անգամ եթե նրանք երկար չեն պարապում։ Այստեղ շատ հետաքրքիր է նշել, որ եթե խոսքը վերաբերում է հմտություններին, որոնք մենք ցանկանում ենք ինքներս ձեռք բերել, մեզ այնքան էլ չի հուզում, թե որքան ժամանակ դա կխլի, այսպես չէ, մենք մտածում ենք միայն նրա մասին, թե որքան լավն ենք մենք դրանում։ Եթե մենք փոխենք ժամանակ սյունակը, որքան լավ է դա ստացվում սյունակով, ապա գրաֆիկը կփոխվի եւ մեր առաջ կհայտնվի հայտնի ուսուցման կորը։ Ուսուցման կորի էությունն այն է, որ երբ դու սկսում ես, դու լիարժեք ոչ կորեպտենտ ես եւ գիտես դա, ճիշտ է, մի փոքր պրակտիկա եւ քեզ մոտ շատ արագ սկսում է ստացվել։ Առաջընթացի այս վաղ մակարդակը շատ արդյունավետ է։ Ինչ-որ պահի դու հասնում ես պլատոյի եւ հաջորդ մակարդակները արդեն ավելի դժվար են տրվում, դրանց վրա ավելի շատ ժամանակ է ծախսվում։ Իմ հարցն այն է, թե ինչպես հասնել դրան, որքան ժամանակ կպահանջվի, սկսելով ինչ-որ բան, լինելով մի անգամ մեծ ոչ կորեպտենտ եւ գիտենալ դա, դառնալ բավականաչափ լավ ինչ-որ բանում եւ հնարավորինս որքան հնարավոր է արագ։ Եվ այսպես, որքան ժամանակ դա կտևի։ Համաձայն իմ հետազոտության 20 ժամ եւ վերջ։ Անգամ 0-ից սկսելով եւ ոչինչ չիմանալով որևէ առարկայի մասին, ուզում եք լեզու սովորել, ուզում եք նկարել սովորել, ուզում եք սովորել ջանածություն անել վառվող բենզասխծողներով, եթե դուք տրամադրեք դրան 20 ժամ նպատակաուղղված պրակտիկա, դուք կապշվեք, դուք կզարմանաք, թե որքան լավ է դա ձեզ մոտ ստացվում։ 20 ժամը բոլորովին իրատեսական է, դա մոտավորապես օրական 45 րոպե է, մեկ ամսվա ընթացքում, անգամ կարելի է մի քանի օր բաց թողնել, այնքան էլ դժվար չէ 20 ժամ գտնել, դրա համար գոյություն ունի մեկ մեթոդ, չկարելի պարզապես 20 ժամ զբաղվել ինչ-որ բանով եւ ակնկալել լուրջ բարելավումներ, խելամիտ պարապելու միջոց կա, արդյունավետ պարապելու միջոց, որը կօգնի ձեզ առավելագույնս արդյունավետ օգտագործել այդ 20 ժամը։ Մեթոդը հետևյալն է, դա կարելի է կիրառել ամեն ինչի նկատմամբ։ Առաջին, պետք է վերլուծել հմտությունը, որոշեք, թե կոնկրետ ինչ եք ուզում կարողանալ անել, երբ այն ձեռք կբերեք, հետո վերցնել այդ հմտությունը եւ բաժանել այն ավելի մանր մասերի։ Շատ բաներ, որոնք մենք համարում ենք հմտություններ, իրականում հմտությունների մեծ միացություններ են, որոնք պահանջում են տարբեր որակներ եւ գիտելիքներ։ Որքան ավելի մանրամասն կարողանաք տարալուծել հմտությունը, այնքան հեշտ կլինի ձեզ համար որոշել, թե այդ հմտության որ մասերն են, իրականում կօգնեն ձեզ ստանալ այն, ինչը ցանկանում եք։ Դրանք դուք կկարողանաք մարզել առաջին հերթին։ Եթե սկզբում սովորեք ամենակարևոր բաները, ապա կկարողանաք բարելավել ձեր նվաճումները նվազագույն կարճ ժամանակահատվածում։ Երկրորդ, իմանալ բավականաչափ, որպիսի կարողանաք ուղղել ինքներդ ձեզ։ Գտեք 3-ից 5 տեղեկատվական աղբյուր այդ հմտության մասին։ Դա կարող է լինել գիրք, DVD, դասընթացներ, ինչ ասեք, բայց մի օգտագործեք դրանք բուն պրակտիկան հետաձգելու համար։ Ես գիտեմ, որ ինձ հետ նման բան է պատահում։ Կհավաքեմ թեմայի շուրջ 20 գիրք,
Օրինակ, պատրաստվում եմ ծրագրավորում սովորել, բայց այն մեկն այնուհետև կավարտեմ այս 20 գրքի ընթերցումից հետո։ Ոչ, դա պրոկրաստինացիա է։ Ամեն ինչ ձեզ հարկավոր է, յուրացնել է այնքան, որպեսզի կարողանաք պարապել եւ ուղղել ինքներդ ձեզ պրակտիկայի ընթացքում։ Ուսումնասիրությունը դառնում է ձեր հմտությունները բարելավելու միջոց, երբ դուք նկատում եք, թե երբ եք սխալվել, եւ հետո անում եք դա այլ կերպով։ Երրորդ, հեռացնել պրակտիկային խանգարող բոլոր խոչընդոտները, այն ամենը, ինչ շեղում է, հեռուստացույց, ինտերնետ, այն ամենը, ինչ խանգարում է, երբ մենք նստում եւ սկսում ենք ինչ-որ բան անել։ Եթե դուք կարողանաք միացնել ձեր կամքի ուժը, որպեսզի հեռացնեք պրակտիկայից շեղող ամեն ինչ, այնքան ավելի հեշտ կլինի ձեզ նստել եւ սկսել պարապել։ Չորրորդ. պարապել առնվազն 20 ժամ։ Հմտությունների մեծ մասն իր մեջ պարունակում է այն, ինչ ես անվանում եմ հիասթափության արգել։ Հիշում եք այն հատվածը՝ լիովին ոչ կոմպետենտ լինելն ու դրա մասին իմանալը։ Դա շատ նյարդայնացնող է։ Մենք չենք ուզում հիմար երևալ։ Հիմար երևալը մի արգել է, որը թույլ չի տալիս մեզ պարզապես նստել եւ զբաղվել գործով։ Այնպես որ եթե դուք պրակտիկային նվիրեք առնվազն 20 ժամ, դուք կկարողանաք հաղթահարել հիասթափության այդ նախնական արգելը եւ պարապել բավական երկար, որպեսզի ստանաք որևէ արդյունք։ Ահա եւ վերջ։ Սա ձեզ համար միջուկային ֆիզիկա չէ։ Ընդամենը 4 փոքր քայլ, որոնք կիրառելի են ցանկացած գործում։ Հեշտ է խոսել այս մասին տեսության մեջ, բայց շատ ավելի հետաքրքիր է խոսել պրակտիկայի մասին։ Ես շատ վաղուց էի ուզում սովորել նվագել հավայան կիթառ, ուկուլելե։ Որևէ մեկը տեսել է Ջեյք Շիմաբուկուրոյի ելույթը TED-ում, որտեղ նա նվագում էր հավայան կիթառ, որը հնչում էր այնպես, կարծես նա հավայան կիթառի աստված լիներ։ Անհավանական էր։ Տեսնելով դա ես մտածեցի, ինչպիսի հիասքանչ գործիք է, ես շատ կուզենայի սովորել նվագել դրա վրա։ Ես որոշեցի փորձարկել իմ տեսությունը տրավադրելով հավայան կիթառի պրակտիկային 20 ժամ եւ տեսնել, թե ինչ դուրս կգա դրանից։ Առաջին բանը, որ անհրաժեշտ է հավայան կիթառ նվագելու համար, հենց հավայան կիթառն է, այնպես չէ։ Ես իմ համար մեկը ձեռք բերեցի։ Լավ օգնական ունեմ, շնորհակալություն։ Կարծում եմ ինձ լար է պետք։ Սա պարզապես հավայան կիթառ չէ, սա էլեկտրահավայան կիթառ է։ Եվ այսպես, առաջին մի քանի ժամը, ինչպես ցանկացած այլ բանի առաջին մի քանի ժամը, պետք է պատրաստել պրակտիկայի գործիքները, համոզվել, որ ամեն ինչ կա։ Իմ հավայան կիթառի վրա սկզբում լարեր չկան, ես ստիպված էի պարզել, թե ինչպես ամրացնել դրանք։ Դա կարևոր է, չէ՞։ Նաև սովորել, թե ինչպես այն լարել, որպեսզի պրակտիկան սկսելու համար անհրաժեշտ ամեն ինչ արված լինի այնպես, ինչպես հարկ է։ Եվ ահա, երբ ես արդեն պատրաստ էի սկսել պարապել, որոշեցի ինտերնետում եւ երգարաններում փնտրել, թե ինչպես են երգեր նվագում։ Այնտեղ ասվում էր, որ հավայան կիթառի վրա կարելի է նվագել միաժամանակ մեկից ավելի լարի վրա, այնպես որ կարելի է նվագել ակորդներով եւ նվագակցել ինքդ ձեզ։ Երբ ես երգեր էի ընտրում, հավայան կիթառի երգարաններում կար մոտ 100 ակորդ։ Ես մտածեցի, սա մի տեսակ վախեցնող տեսք ուներ։ Բայց երբ դուք նայում եք բուն ակորդներին, տեսնում եք, որ որոշը նորից եւ նորից կրկնվում են։ Պարզվում է, որ հավայան կիթառ նվագելն առանձնապես ոչինչով չի տարբերվում։ Կան շատ կարևոր բաներ եւ տեխնիկաներ, որոնք դուք անընդհատ կօգտագործեք։ Երգերի մեծ մասում օգտագործվում է 4, երբեմն 5 ակորդ, եւ վերջ։ Ահա եւ վերջ, ամբողջ երգը։ Հարկավոր չէ իմանալ հարյուրները, եթե գիտես 4 կամ 5։ Մինչ ես անցկացնում էի իմ հետազոտությունը, գտա հիանալի միքսեր ֆասին կատարմամբ։ Որևէ մեկը ճանաչում է նրանց։ Այս խումբը պնդում է, որ կարելի է սովորել կամ նվագել վերջին 50-ամյակի գրեթե ցանկացած փոփ երգ, եթե գիտես 4 ակորդ։ Դրանք են G, D, E, M եւ C ակորդները։ 4 ակորդ կա յուրաքանչյուր փոփ երգում, ճիշտ է։ Ես մտածեցի, ինչ լավ է, ես ուզում եմ նվագել բոլոր փոփ երգերը։ Սա առաջին երգն էր, որ ես որոշեցի սովորել։ Ես կցանկանայի այն կատարել ձեզ համար։ Պատրաստ եք։ Այս երգը ավարտելով, ուզում եմ ձեզ հետ կիսվել մեկ գաղտնիքով։ Նվագելով ձեզ համար այս երգը, ես ավարտեցի հավայան կիթառ նվագելու սովորելու իմ 20-րդ ժամը։ Շնորհակալություն։ Դա պարզապես ապշուցելի է։ Ինչի մասին էլ որ մտածեք, ինչ էլ որ ուզենաք անել, նոր բան սովորելու գլխավոր արգելը հելքի մեջ չէ։ Գործընթացի մեջ չէ, որպես երբ դուք իմանում եք շատ մանրուքներ եւ հնարքներ։ Գլխավոր արգելը էմոցիոնալ է։ Մենք վախենում ենք մեզ հիմար զգալ։ Այնպես էլ հաճելի չէ սկզբում, երբ ինչ-որ բան ես սովորում, քեզ շատ հիմար ես զգում։ Գլխավոր արգելը հելքի մեջ չէ, այն էմոցիոների մեջ է։ Բայց ներդրեք այս 20 ժամը ինչ-որ բանի մեջ։ Դա կարևոր չէ, թե ինչի մեջ։ Ինչ եք ուզում սովորել։ Ուզում եք լեզու սովորել, ուզում եք սովորել եփել, ուզում եք սովորել նկարել, ինչն է ձեզ ոգեշնչում, ինչից եք դուք բոցավառվում։ Գնացեք եւ արեք դա։ Ընդամենը 20 ժամ է պետք։ Հաջողություն։